Այժմ տեսնենք ինչ է սպասում կշարքների հունիս ամսվա ընթացքում։ Ինչպեսին կլինի հունիսը կշարքների համար։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարցերում, աշխատանքում, ֆինանսներում եւ եւս մեկ հուշում կշարքների համար հաջորդ ամսվա համար։ Ընդհանուր տրամադրություն տեսնում սիրային, ռոմանտիկ, գեղեցիկ կարտ եմ տեսնում, որոշ կշարքներ կլինեն սիրահարված կամ կզգան իրենց շատ սիրված, շատ գեղեցիկ, շատ ռոմանտիկ, հունիս ամիսն է գալիս, արձակուրդներ են, մարդիկ գնում են ծովափ, հանգստանալու, սիրում, սիրահարվում, նոր հարաբերություններ են փնտրում, հաստատա բոլորն էլ գտնեն, գեղեցիկ տրամադրությամբ են սկսում հունիսը հարգելի կշարքները։ Այո, տեսնում անձնական հարաբերություններում ես տեսնում եմ, որ շատ են ուզում շփվել, շատ են ուզում գնալ գեղեցիկ հետաքրքիր վայրեր, թե ճամփորդել, թե պարզապես, չգիտեմ, հանգստանալու գնալ, շատ կլինեն բացօթյա, այսպես ժամանցի վայրերում, այգիներում, պուրակներում, ես չգիտեմ, էլ որտեղ են գնում մարդիկ այսօր, ուր են գնում, ուր են հանգստանում, ամեն դեպքում շատ կլինեն շփվող, շատ կլինեն տնից դուրս, շատ հետաքրքիր վայրեր կայցելեն կշարքները հունիս ամսվա ընթացքում։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտեր անձնական հարաբերություններում կշարքների համար։ Այո, հենց այդպես էլ կլինի։ Ես սկզբի կարտը հիշում եք սրտի, այսպես սրտի կարտը տեսանք երիտասարդով, այո, շատ սիրառատ, էլ եմ ասում սիրահարված կամ սեր են փնտրում, պարզապես պատրաստ են սիրելու, սիրահարվելու կշարքները մեծամասամբ երիտասարդներին է բնականաբար վերաբերում եւ միջին տարիքի կշարքներին։ Այստեղ ասացի անձնական հարաբերություններում կուզենան հետաքրքիր ժամանցի վայրեր գնալ, շատ տեսարժան վայրեր կուզեն գնալ, հանգստանալու գնալ, շատ շփում կլինի մարդկանց հետ, կարտերն էլ գալիս են ապացուցելու նույնը։ Տեսնում եք, սա ժամադրության կարտն է։ Կշարքները, ես միշտ ասել եմ, կշարքները հատկապես կանայք շատ սիրում են իրենց հետևել, իրենց գեղեցկությանը, սա նաև գեղեցկության կարտն է։ Այսինքն իրենք անպայման իրենց արտաքինը նորից կբերեն կարգի, կլինեն իրենց, չգիտեմ, լավագույն տեսքով եւ արտաքին գեղեցկությամբ եւ կպչնվեն, կզարդարվեն, կգնան ժամադրությունների, շատ կշփվեն, կլինեն շատ հետաքրքիր գեղեցիկ վայրերում։ Եվ այն աղջիկների կանանց համար հատկապես, ում համար մի քիչ անձնականը կանգնած է, չէ շարժում, անձնական կյանք վերջերս չկար, տեսնում եք, այսպես մի տեսակ մենակ էին մնացել եւ չունեին հարաբերություններ ինչ որ ժամանակ, սկսեն նորից շփվել մարդկանց հետ, ընդ որում նաև տեքստեր գրելով, չգիտեմ, օնլայն ինչպես են շփվում հիմա երիտասարդները, կսկսեն շատ ակտիվ նորից շփվել հունիս ամսվա ընթացքում եւ հասնել իրենց նպատակներին։ Ճանապարհը բաց է դեպի սերը, առաջի կարտով տեսանք, շատ այսպես սիրային տրամադրությամբ են լինելու կշարքները։ Կարող եմ ասել, ովքեր սիրահարված են, հաճելի ժամանակ անցկացնեն, հաճելի ներողություն, կարտը գցեցի վերջ։ Այո, այն կշարքներն, ովքեր սիրում են, սիրահարված են, իրենք շատ հետաքրքիր գեղեցիկ վայրեր կարող են գնալ, իսկ նրանք, ովքեր որոշ ժամանակ մենակ են եւ սեր են փնտրում, եւ կանայք եւ տղամարդիկ ընդ որում։ Տղամարդը կին է փնտրում, կինը մենակ է մնացել փնտրում, տղամարդիկ երկար ժամանակ մենակ էին անձնական կյանքում, երկուսն էլ կշփվեն, շատ շփում կլինի, շատ հետաքրքիր վայրեր կայցելեն եւ կհետևեն իրենց արտաքինի եւ կանայք եւ տղամարդիկ հույսով եմ եւ գեղեցիկ ճանապարհը բաց է իրենց երազանքներին կգնա, այսինքն ճանապարհը բաց է, հունիս ամսվա շատ մեծ շանսեր կա։ Ես չեմ կարող ասել վերջնականապես դուք սեր կգտնեք հունիսին, չէ, չեք գտնի, բայց ամեն ինչ սկսվում է շփումից։ Մանավանդ այսօր կյանքը այնպես է դասավորվել, երիտասարդների համար կարծում եմ ավելի բարդ է, որտեղ շատ են օնլայն լինում, շատ են օնլայն շփվում։ Ես գիտեմ, որ շատ երիտասարդներ օնլայն շատ ընկերներ ունեն, բայց երբ դեմ առ դեմ նստում են, չգիտեն ինչպես իրենց պահեն, ինչից խոսեն, ինչպես վարվեն, եւ ավելի բարդություններ կան մարդկանց հետ կոնկրետ երես առ երես շփումից, քան թե օնլայն։ Օնլայն ավելի հեշտացել է, մնացել են մարդիկ հիմնականում տանը նստած,
այդ ձեզ խորհուրդն է, հարգելի կշարքներ, շատ դուրս եկեք, շատ շփվեք, հետևեք ձեր գեղեցկությանը, ինչպես դուք միշտ անում եք եւ գնացեք հետաքրքիր վայրեր եւ շատ շփվեք մարդկանց հետ։ Միայն այդպես կարող եք ձեր անձնական կյանքը փոխել։ Այս կարտերն իրենք դուրս եկան, իրենք իրենց բացվեցին, տեսեք ինչեր եմ տեսնում եմ կանայք եւ տեսնում եմ հրաշագործը։ Այո, տղամարդիկ փնտրում են կին, կանայք փնտրում են տղամարդիկ, նշանակություն չունի։ Դուք այսպես շատ ես ասում եք, չէ՞, սա հետաքրքիր է, կարտերը իրենց ասում են։ Այստեղ որ ես տեսնում եմ սիրո կարտը, իսկ սա կրքի կարտն է, կրքոտ կնոջ կարտը, սա կրակոտ մարդկանց թագուհին է, բայց կարող է նաև տղամարդկանց վերաբերել, այսինքն շատ սիրառատ, շատ այսպես կրքոտ սեր են փնտրելու կշարքները հունիս ամսվա ընթացքում։ Գործիքները ձեր ձեռքում են, հրաշագործը դուք եք, դուք պետք է ձեր կյանքը կառուցեք։ Ես կարծեմ մի նշանի համար էլ նույնը տեսա, չգիտեմ, միգուցե առյուծների համար էլ նույն բաներն եմ տեսնում, տեսեք։ Սա էլ այն աղջիկն է, որ ինքն է իր կյանքը կառուցել, ինքը իր ձեռքերով, իր ուժերով, իր ջանքերով եւ այսպես գեղեցիկ հարմարավետ կյանքով ապրում է, ինքն է ստեղծել իր ձեռքերով։ Այն նույնն էլ կարող եմ ասել ձեզ։ Դուք շատ այսպես կրքոտ տրամադրված եք, ամառվանն եք այդպես կրքոտ տրամադրվելու ընդհանրապես, բայց հատկապես հունիսից արդեն սկսելու եք։ Գործիքները ձեր ձեռքում են, հարգելիներս։ Գեղեցիկ եք, գայթակղեք, գայթակղվեք, շփվեք մարդկանց հետ եւ հույսով եմ բոլորդ էլ, ովքեր փնտրում են սեր գտնեն հունիս ամսվա ընթացքում։ Ձեր ձեռքերում էր ամեն դեպքում։ Աշխատանքի վայրում տեսնում եմ առաջ խաղացում, տեսնում եմ աճ։ Նրանք, ովքեր աշխատում էին վաղուց, ջանքեր են ներդնում, չգիտեմ, եւ սպասում էին պաշտոնի բարձրացում կամ ինչ որ առաջ խաղացում աշխատանքի վայրում, ամենայն հավանականությամբ կստանաք կամ գոնե լուր կլսեք այդ մասին, որ ձեզ առաջիկայում սպասում է առաջ խաղացում։ Նաև աշխատանքում կլինի պարզապես գործերը կսկսեն շարժվել դրական ուղղությամբ։ Եթե մինչև այդ ինչ որ բան կանգնած էր, ինչ որ աշխատանքում հաջողություններ չեն լինում կամ ձեր գործերը ձեր հաճախորդների հետ առաջ խաղացում կլինի հունիս ամսվա ընթացքում։ Այդ ինչ կլինի աշխատանքում կշարքների համար։ Արևը որ դուրս է գալիս, էլ կարտեր չեմ հանի, տեսեք։ Ինչ որ, այո, կարող է ինչ որ խնդիրներ, բարդություններ լինեին աշխատանքում, ձեզնից անկախ, սա ձեզնից կախված չէր։ Դուք ոչ մի խնդիր չունեք։ Չգիտեմ, եթե ուրիշի համար եք աշխատում ինչ որտեղ եւ ձեզնից կախված չէր, այդտեղ կադրային փոփոխություններ են տեղի ունենում կամ ինչ որ ծրագրեր են փոխում, ինչ փոփոխություններ են անում, դուք դրա հետ ոչ մի կապ չունեք, դուք ոչինչ չեք կարող անել դրա վրա ազդելու կամ փոփոխությունները, չգիտեմ, ձեր ուզածով, դուք ոչ մի խոսքով ոչ մի կառավարում չունեիք, ձեզնից անկախ էին բոլոր փոփոխությունները, դրա համար դուք ինչ որ կասկածներ, անհանգստություններ ունեիք, բայց ձեզ ոչինչ չի սպառնում, ամեն ինչ իրականում փոփոխություններ լինի, ինչ էլ որ լինի, կլինի ձեր օգտին։ Դուք աշխատանքի վայրում խնդիր չեք ունենա հունիս ամսվա ընթացքում։ Ինչ էլ որ լինի, եթե նույնիսկ տարբերակը, չգիտեմ, ինչ փոփոխություններ են լինում են, չեն լինում, ինչ էլ որ լիներ աշխատանքի հետ։ Եթե վաղուց աշխատանք եք փնտրում եւ չէիք գտնում, ասացի արդեն կլինի աճ նաեւ այդ հարցում։ Դուք աշխատանք կգտնեք, թեկուզ կասկածներ ու վախեր ունենայիք անպայման, էլի դուք առանձնապես ոչինչ պետք չէ ձեզ անել։ Տեսեք, եթե անձնականում ասում եք գործիքները ձեր ձեռքում են, դուք պետք է ինչ-որ բան անեք։ Այ աշխատանքի վայրում, եթե ինչ-որ դրական բան փոխվի, ձեզնից անկախ է լինելու, այդպես ուղղակի պետք է լիներ։ Եվ կլինի, ես աճ եմ տեսնում եւ արևով եւ ծառով։ Աշխատանքի հարցում ոչ մի խնդիրներ չեն լինի։ Ֆինանսներում տեսնում եմ ինչ-որ կտրուկ փոփոխություն։ Կարող է ինչ-որ բան կտրվել ձեզնից գնալ։ Կարող է վերջանալ նաև, ասենք, պարտք ունեիք, վարկ ունեիք, վերջացավ, կտրվում է, դա իրական դրական փոփոխություն է։ Իսկ եթե ծախսեր են առաջանում կտրուկ, դա կարող է լինել կախված նրանից ծախսերն ինչի համար են։ Ծախսերը եթե ավելանում են տան համար, տուն եք գնում, դե բնականաբար դա էլ է դրական ծախս։ Տեսնենք, ինչ կասեն կարտերը։ Ինչ է նշանակում գերանդին ֆինանսներում։ Ինչ էլ որ լինի, շատ լավ եմ տեսնում, տեսեք, տեսնում եմ այստեղ տղամարդը տզով, չեմ կարող ասել ֆինանսներում տղամարդին ինչ որ կոնկրետ որոշում է տղամարդը միգուցե կայացնում, բայց ինչ որ ծախսեր, այո, տեսնում եմ, ես այստեղ ասում եմ, չէ, ինչ որ գերանդիով, ինչ որ կտրուկ փոփոխություն, բայց կարող է նաև կտրուկ ինչ որ ձեզնից գումար գնալ, կլորիկ ընդ որում բավականին խոշոր գումար, բայց դա շատ լավ է, դուք ուզում եք իրականում այդ գումարը ծախսել, եմ ասում, եթե տուն եք գնում, բավականին մեծ վարկի տակ եք ընկնում, բայց դուք վերջապես հասնում եք ձեր
երազանքին ուզում եք ձեր տունը ձեռք բերել, որտեղ շատ լավ եմ տեսնում արևով եւ կտրուկ փոփոխություն եմ տեսնում, այո։ Իսկ եթե դուք ունեիք վարկ եւ միանգամից որոշում եք վարկը կարող եք մի քանի ամիս դեռ կար վարկը փակելուն, բայց դուք որոշում եք միանգամից փակել գումարը եւ վերջացնել, այսպես կլորիկ գումար է գնում ձեզնից, այսպես շատ կտրուկ, հա, միանգամից գնում է եւ վերջացնում եք, վարկը փակեցիք։ Դուք միգուցե դեռ մի քանի ամիս ունեիք, որոշում եք, որ կարող եմ ուզում եմ միանգամից վարկը փակել, վերջացնել։ Եվ ել եմ ասում, ինչի համար էլ որ լինի, ինչ փոփոխություն է լինի, սրանով փոփոխություն է, սրանով ծախս է, չգիտեմ, ինչի համար ինչ եք ուզում անել, ամեն ինչ շատ դրական կլինի ֆինանսներով, ես կորուստներ չեմ տեսնում, ինչ որոշում էլ կայացնում եք, իրականում կլինի ֆինանսապես ձեզ օգուտ։ Իսկ ընդհանուր տեսնում եմ փոփոխության կարտը, նաև տեղափոխության կարտը։ Նաև տեղափոխության կարտը, տեսնենք սա ինչ է նշանակում։ Ինչ կփոխվի կշարքների համար հաջորդ ամիս, հունիս ամսվա ընթացքում։ Ինչ կփոխվի, հավանաբար անձնական կյանքում ինչ-որ բան կփոխվի։ Տեսեք, ես սկզբից որ սիրտը տեսա, այստեղ տեսնում եմ տղամարդ, այստեղ տեսնում եմ, ընդ որում եւ միջին տարիքի եւ երիտասարդների համար, որտեղ այստեղ տարիքով մարդ եմ տեսնում։ Տեսնում ժամադրության կարտը, տեսնում այստեղ խորը հասուն մարդ է, որը միգուցե երկրորդ անգամ է ամուսնանում, չգիտեմ, կամ բաժանվել է, կամ վաղուց չի ամուսնացել, կամ վաղուց, չգիտեմ, անձնական կյանքում ոչինչ չի եղել, ինչ-ինչ պատճառներով եւ երիտասարդները եւ միջին տարիքի տղամարդիկ տեսնեմ ուզում են ժամադրվել, ամուսնանալ, տեսնում եք շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Սա ընդհանուր վերջում կարտերի խորհուրդներ նորից, որ եթե սեր եք փնտրում հարգենես կամ ուզում եք ձեր անձնական կյանքում փոփոխություն լինի, այս կարտով եւս տեսնում եք կանայք, տղամարդիկ եւ արև, ինչքան կերպարներ եմ տեսնում։ Բոլոր շանսերն ունեք արևով, սրտով, ծաղիկներով, գնացեք ժամադրությունների, նաև եթե որոշեն ճամփորդել, կարող է միգուցե ճանապարհորդելիս կամ ճանապարհին կամ որտեղ որ գնում եք, այնտեղ հանդիպեք ինչ-որ մարդկանց, շատ շփում կլինի, շատ ջերմ կլինի, նաև արևով, գեղեցիկ հանդիպումներ եւ հույսով ձեր անձնական հարցերներ կարողանալ կարգավորել, հարգելի կշարքներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կարիճներին հաջորդ ամիս։ Ինչ կարող են սպասել կարիճները հունիս ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանքային հարցեր, ֆինանսական հարցեր եւ եւս մեկ հուշում կարտերից կարիճների համար։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ այսպես. շատ խորը փիլիսոփայական, շատ մտածմունքների մեջ են լինելու կարիճները կամ որոշ կարիճներ երևի թե կամ ինչ որ հարցի շուրջ մտածում են, մտորում են եւ ինչ որ խորհրդի կարիք ունեն, ուզում են ինչ որ խորհրդակցել մարդկանց հետ, շատ լուրջ հարց, ամեն դեպքում ինչ որ մի հարց կլինի, որ կարիճներին կզբաղեցնի, նրանց միտքը, մտածմունքը կլինի կոնկրետ ինչ որ հարցի շուրջ, տեսնենք ինչի մասին է խոսքը։ Ես այստեղ տեսնում եմ սրտի տուզը անձնական հարաբերություններում, տեսնում եմ տղամարդ։ Սրտի տուզը կարող եմ ասել, որ դե ամառ է գալիս, նորից եմ ասում, սկսում են արձակուրդների ժամանակը, գեղեցիկ շփումների, հանդիպումների, ճամփորդությունների ժամանցի ժամանակն է գալիս, եւ երևի թե կարիճները միշտ նշանների նման եւս հակված կլինեն դեպի սիրային հարաբերություններ։ Տղամարդիկ փնտրում են կին, կանայք փնտրում են տղամարդիկ եւ արդյունքում մարդիկ սեր են փնտրում պարզապես։ Տեսնենք անձնական հարաբերություններում ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։
Ես այստեղ տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ մատանի, տեսնում եմ տուզ։ Մի քիչ բարդ խնդիրներ եմ տեսնում, ճիշտն ասած, հարգելի կարիչներ։ Դե բնականաբար սա բոլորին չի կարող վերաբերել։ Եթե դուք երջանիկ ամուսնացած եք, ընտանիք եք կամ սիրահարված զույգ եք, դա ձեր սրտին մոտ չընդունեք, սա ձեզ չի վերաբերում, էլի եմ ասում, սա պարզապես որոշ մարդկանց կվերաբերի միայն։ Ես այստեղ տեսնում եմ, կամ տղամարդը որոշել է ամուսնանալ, բայց խոչընդոտներ կան։ Ամեն դեպքում ինչ-որ խոչընդոտներ, ինչ-որ վեճեր կան, և խնդիրները կլինեն միգուցե աղջկա ընտանիքից, անդամներից որևէ մեկի հետ, որտեղ տեսնում եմ այստեղ տուն, տեսնում եմ այստեղ հարազատ, բարեկամ, ընկերներ, տեսնում եմ վեճերի կարտը, ինչ-որ տղամարդ, ես չգիտեմ, աղջկա հայրն է, եղբայրն է այս տղային չեն հավանում, այս ամուսնությանը դեմ են, շատ տարօրինակ բաներ եմ տեսնում։ Ինչ տեսնում, այն էլ ասում եմ, ես երկրորդ տարբերակն էլ կփորձեմ մեկ այլ տարբերակ էլ ինչ եմ տեսնում։ Կարող եմ ասել, որ եթե ինչ-որ ասեցի այդպիսի իրավիճակ կա որոշ կարիճների համար, ապա այդ դեպքում այդ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, փոփոխության կարտն եմ տեսնում, կարող է այսինքն այդ խնդիրը վերջանալ, բայց դուք պետք է մեջտեղ, այսպես ասեմ, միջնորդ բերեք մի շատ այսպես հզոր մարդու մեկին, ինչ-որ մեկի միջնորդությամբ կարող են ամպերը ցրվել։ Այսինքն, եթե նորից փորձեմ ամփոփել, եթե կա երիտասարդ, որը ուզում է ամուսնանալ մի աղջկա հետ, որի ընտանիքի անդամ տղամարդ դեմ է այդ ամուսնությանը, եղբայրն է կամ հայրն է կամ չգիտեմ, որ եղբայր ով է, ընտանիքի անդամ է ամեն դեպքում դեմ է ամուսնությանը, կարելի է վիճակը փոխել, եթե ինչ-որ միջնորդի միջոցամբ, այս արժ տեսնում եք, ինչ-որ մեկին միջնորդում եք ձեզ երկուսի միջև և կարող եք ամպերը ցրել, որպեսզի իրականում կարողանաք ձեր նպատակին հասնել, բայց ինչ-որ միջնորդի միջոցով, այսպես որ մարդը, որը դրական ազդեցություն ունի, շատ այսպես բարձր հեղինակություն ունի ոչ միայն ձեր համար, այլ նաև աղջկա ընտանիքի համար և կկարողանա իրականում կփորձի ամպերը ցրել։ Ես փորձեմ լրացուցիչ կարտեր հանեմ, տեսնեմ իրականում ինչ կլինի։ Ինչ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում, տեսեք։ Այստեղ տեսնում եմ ընտանիքի կարտ, այո, ուզում է ինչ-որ մեկն ուզում է ամուսնանալ, ինչպես արդեն ասեցի, երիտասարդները ուզում են ամուսնանալ, բայց այսպես անարդարության կարտով, այսինքն արդարադատության կարտով տեսնում եմ, որ ամեն դեպքում ինչ-որ մեկը ձեզ շատ խիստ է դատում, այսինքն սա ընտանիքի հայրը կլինի, այս կայացած մարդը, տեսնում եք այսպես գահին, սա կարող է լինել երևի աղջիկը կամ եթե աղջիկը շատ երիտասարդ է, սա մեծ եղբայր կարող է լինել, եթե չէ, սա հիմնականում կարող է լինել երևի թե հայրը, ինքը շատ կայացած ֆինանսապես ամեն ինչով կայացած մարդ է, և ինքը շատ խիստ է դատում երիտասարդին և գտնում է, որ տղան արժանի չէ իր աղջկան և դրա համար դեմ է ամուսնության, տեսնում եք, աշտարակը քանդվում է, սա երիտասարդների ցանկությունն է ամուսնանալու, բայց որ պատճառով կարծես թե կամ այս հեղինակավոր մարդը ով է, ինքը իրականում դեմ է, շատ այսպես ցածր է դատում երիտասարդին, հա, արժանի չի համարում իրենց աղջկան և թույլ չի տալիս, բայց ես իրականում տեսնում եմ ծիածանը դուրս է գալիս բաժակների 10, էլ եմ ասում, ի վերջո հնարավոր է վիճակը փոխել և հասնել հաջողության, ինչպես ես մյուս կարտերով արդեն ասեցի, դա կարող է լինել միջնորդի միջոցով, ինչ-որ մեկը, որ էլի շատ կայացած մարդ է, կարող է նաև արժ չլինել հոր ընկերը, չգիտեմ, ինչպես միջնորդ եք բերում ամեն դեպքում, որպեսզի կարողանաք ամպերը ցրել։ Իսկ այս կարտով տեսնում եմ ոչ միայն ամպերը ցրվում են, այլև ծիածան է դուրս գալիս, այսինքն իրականում հնարավոր է, որ դուք բարեկամանաք, տարբերակ կա։ Տեսնեմ ուրիշ էլ ինչ կարող եմ ասել, եթե այդպիսի տարբերակ չէ այստեղ։
Ես ճիշտ ասած կին չեմ տեսնում, եթե կին տեսնեի այստեղ, տեսնում եմ այստեղ տնով, տեսնում եք տղամարդ, որը ընտանիքի հայրն է, տեսնում եմ այստեղ երիտասարդ, տեսնում եմ այստեղ տղամարդ։ Եթե կին տեսնեի, կարող էի ասել միգուցե ամուսնացած զույգը, չգիտեմ, վիճել են իրար հետ եւ աղջիկը գնացել է հոր տուն, հիմա փորձում է երիտասարդը գնալ հոր տնից աղջկան բերել, հայրը ինչ որ այսպես խնդիրներ է առաջացնում, միջնորդի միջոցով կարելի է հարցը լուծել, բայց ես որտեվ կին չեմ տեսնում, դրա համար ես չեմ կարող ասել, որ այստեղ ամուսնացած զույգն է վիճել։ Եթե կա այդպիսի տարբերակ, ուրեմն այդպես էլ կլինի, պատմությունը նույնն է, պարզապես մի քիչ իրավիճակն է տարբեր։ Ամեն դեպքում ամուսնության հարց եմ տեսնում երիտասարդ, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել անձնական հարաբերություններում, հարգելիներս, միայն այդպես եմ տեսնում, բայց էլ եմ ասում, կարող եմ ասել, որ ամպերը ցրվեն, ծեածան կարող է դուրս գալ, այսինքն մի ագրեսիվ չի կարելի լինել, պարզապես եթե ձեր հանդեպ սխալ է տրամադրված հայրը կամ մեծ եղբայրը, չգիտեմ, պետք է պարզապես ինչ որ միջնորդի միջոցով ներողություն, միջնորդի միջոցով փորձեք հարցը լուծել, որովհետև հարցը լուծելի է իրականում։ Աշխատանքում տեսնում եմ ինչ որ հետաքրքիր նորություններ, նոր տեղաշարժ կլինի, բավականին ակտիվ աշխուժ շարժուն ժամանակ կլինի, շարժ կլինի, այսինքն աշխատանքի մեջ, եթե դուք ձեր գործ ունեք, ձեր բիզնես ունեք, ուրեմն բավականին զբաղված կլինեք։ Նոր հաճախորդներ կարող է ունենաք։ Տեսնենք։ Սկզբում երևի այս մտածմունքը ինչ որ խորհրդի կարիք ունենաք, հիշում եք այս կարտն է ասում, սա վերաբերում էր անձնականին, այ դուք այս մարդուն, իմաստուն մարդուն, այնտեղ էլ էր թագավոր, այստեղ էլ էր թագավոր, պետք է մարդուն դիմեք, որպեսզի ձեզ օգներ, կարողանայիք ձեր անձնական հարցերը լուծել։ Տրամադրությունը փաստորեն դրա մասին էր ասում։ Այժմ վերադառնանք աշխատանքի եւ գործնական հարաբերություններին։ Ինչ նորություն էր գալիս, ինչ աշխուժություն էր լինելու աշխատանքի վայրում կարիճների համար հունիս ամսվա ընթացքում։ Այո, շատ լավ է։ Աշխատանքում իրականում շատ լավ եմ տեսնում։ Ասում է, ինչ որ աշխուժություն կլինի, ինչ որ նոր մարդիկ կգան, միգուցե նոր հաճախորդներ կլինեն, չգիտեմ, ում հետ եք աշխատում, ինչ աշխատանք եք անում, ձեր գործերն էլ մի տեսակ աշխուժություն կլինի, շարժ կլինի, այդպես էլ տեսնում ենք, սա նոր ինֆորմացիա, նոր ծրագիր, չգիտեմ, նոր ինչ որ ինֆորմացիա, նոր հաճախորդներ, գիրքը մեծանում է, ավելանում են ձեր հաճախորդները, փոփոխություն, նորություն կլինի, դրամատություն կարող է, չգիտեմ, լինի, ինչ որ բան փոխեք, աշխատանքի ձևը, ոճը փոխեք, մոտեցումը փոխեք, չգիտեմ, ինչ կարող եք փոխել ձեր աշխատանքում, որպեսզի այսպեսի աշխուժություն լինի, որովհետև ես տեսնում եմ ինչ որ տևական ժամանակ մի քիչ գործերը կանգնել էին, խարիսխով մի տեսակ այսպես մեծ շարժ չկար, մեծ հաջողություններ չկային, կտրուկ փոփոխություն, այս շարժը կհեռանա ձեզնից, անշարժությունը կհեռանա, որովհետև տեսնում եք, եթե հետաքրքիր է, կարտերով նայենք նաև Ղարի 9, այստեղ տեսնում եմ Քյարփինջինի, տեսնում սրտի 9, այսինքն շարժը կլինի դրական ուղղությամբ, այս կանգնած վիճակը, խարիսխով անշարժությունը, գործերը կանգնած էին, դանդաղել էին, կշարժվեն առաջ, կփոխվի դեպի դրական եւ տեսնում եմ նորից նոր հաճախորդներ, նոր մարդիկ, շատ ավելի հաճելի մարդկանց հետ կշփվեք եւ սա ձեզ կապահովի նոր ֆինանսներ։ Չէ, աշխատանքի վայրում ամեն ինչ շատ լավ է, եթե նույնիսկ ինչ որ կանգ էր առել, ինչ որ գործ, ինչ որ պահի, նորից կսկսի շարժվել։ Ֆինանսներով տեսնում եմ այս բարդ կարտը։ Սրանից վախենալ պետք չի, սա միշտ չի որ վատ բան է նշանակում, ուղղակի ինչ որ շատ բարդ իրավիճակ է ֆինանսների հետ կապված, կարող է շատ անսպասելի ծախսեր հանկարծ առաջանան հունիս ամսվա ընթացքում, որոնք ձեզնից կախված չեն, տեսնենք։ Տեսնենք ինչ էր կատարվում ֆինանսներում կարիճների համար։ Ոչ, ես ճիշտ ասած ծախսեր չեմ տեսնում, անկեղծ ասած ծախսեր չեմ տեսնում։ Շատ այսպես
անկախ ձեզնից, այսպես ասեմ, դուք ձեր գործերն անում եք, ասեցի շարժ կլինի, առաջխաղացում կլինի աշխատանքի վայրում, ինչ-որ բան երևի կորոշեք փոխել, նորամուծություն անել, ել եմ ասում, ինչ-որ նոր ձևով աշխատանքն անել, ինչ-որ բան կփոխեք եւ դրական շարժ կլինի, ասեցի, եւ այո, դա այսպես կտրուկ կարող է ամեն ինչ փոխել եւ փոխել դրական իմաստով։ Բավականին շատ հաղորդակցություն կլինի։ Միգուցե նոր մարդիկ կհայտնվեն, ինչ որ կսկսեք զրուցել, բանակցել եւ իրականում ֆինանսները գալիս են, վստահ գալիս են, որտեղ նաեւ տեսնում են ծառ, այսինքն կլինի առաջխաղացում։ Անպայման ձեր ֆինանսներում կլինի առաջխաղացում, հարգելի կարիչներ, հաջորդ ամսվա ընթացքում։ Այս չեմ կարող ասել կտրուկ էս ինչ կարող է փոխվել, միգուցե ել եմ ասում աշխատանքում նորամուծությունները, փոփոխությունները, բայց այսպես ինչ որ հատուկ մի բան դուք չեք անում ֆինանսների հետ։ Միգուցե վաղուց ինչ որ ներդրումներ եք արել, ինչ եք արել, այսպես ծառը տնկել եք, հա, ինչ որ սերմեր եք տնկել, բայց հանկարծ ու հունիսին այսպես բավականին լուրջ ֆինանսներ կգան։ Ամեն դեպքում կավելանան ձեր ֆինանսները հունիս ամսվա ընթացքում, հարգելի կարիչներ։ Իսկ ընդհանուր առմամբ տեսնենք այսպես նավը կանգնել էր, ծախսեր եմ տեսնում, տեսնենք սա ինչի հետ է կապված։ Սա ընդհանուր եւս մեկ հուշում կարիչների կարտերից տեսնենք, էլ ինչ կասան կարտերը։ Ինչ է դա քրքիրը։ Տեսեք ինչեր եմ տեսնում այստեղ, տեսեք։ Ինչ վատ կարտեր եմ տեսնում։ Ես այստեղ ասեցի, որ կանգնած է նավը չի շարժում, սա երևի թե ինձ թվում է վերաբերում է ամեն դեպքում անձնական հարցերին, նորից վերաբերում է անձնականին, որտեղ մնացած բոլոր եւ աշխատանքի վայրում եւ ֆինանսներում առաջխաղացում կա, դուք այդտեղ մտահոգություն չունեք։ Սա նորից վերաբերում է ձեր անձնականին, տեսեք խոչընդոտները, ծառը խանգարում է, տեսնում այստեղ տան էլի տուն տղամարդը համաձայն չէ, չի ուզում ձեզ, տեսեք, տղամարդիկ, այդտեղ բոլոր խոսակցությունը տղամարդկանց մեջ են, էլի եմ ասում։ Ինչ որ անձնական հարցերում հիշում եք, ես անձնականում ինչ էի ասում, տղան երիտասարդն ուզում է ամուսնանալ, աղջկա հայրը թույլ չի տալիս։ Ես չեմ տեսնում աղջկա կերպարներ, այստեղ միայն տեսնում եմ տղամարդկանց կերպարներ։ Եթե ես ամուսնությունը ճիշտ չէր, այնտեղ ուղղակի սրտիդ ուզն էր, պետք է որ լիներ ամուսնության հարց։ Բայց ինչ որ տղամարդկանց հետ, ինչ որ չեմ կարող ասել, ընտանեկան, ամուսնական, բարեկամական հարցերում ինչ որ խնդիրներ ունեիք, հարգելի կարիչներ, ես տեսնում եմ շատ բարդ, ընդ որում մի քանի տղամարդիկ եմ տեսնում, վեճեր եմ տեսնում, շատ կտրուկ այսպես կոպիտ եք իրար հետ, ոչ մեկը մեկին չի ուզում զիջել, նեղվել եք իրարից ինչ որ ժամանակ, լուրջ պրոբլեմներ, ես իսկապես չեմ կարող այսպես օրինակները բերել, բայց այսպես տղամարդկանց մեջ կան խնդիրներ, ընտանեկան, ազգակցական կամ միգուցե այդ, չգիտեմ, առաջարկության հետ էր կապված։ Ես տեսնում եմ առաջխաղացում իրականում, որտեղ ձկներով կարող եմ ասել, որ շարժ կլինի, փոփոխություն կլինի։ Տեսեք, սկսեց թագավորով, վերջանում էլ թագավորով։ Ձեզ պետք է ինչ-որ մեկին դիմեք օգնի ձեզ։ Դուք ինքներդ մենակ այս հարցը լուծել չեք կարող։ Եթե դուք փորձեք շատ այսպես կտրուկ եւ կոպիտ լինել, իրականում հարաբերությունները ավելի կսրվեն, կվատանան եւ դուք կարող եք կորուստներ ունենալ, որտեղ մարդիկ չեն զիջում ձեզ։ Դուք ուղղակի պետք է ավելի խելացի գտնվեք եւ ինչ-որ մեկի միջոցով կարողանաք հաշտվել կամ լեզու գտնել տվյալ մարդու հետ։ Բայց իրականում տեսեք, շատ կբարթանա, եթե հանկարծ դուք շատ կտրուկ լինեք կամ կոպտեք մարդուն, ոչ մի հաջողության չեք հասնի։ Իսկ ես իրականում, եթե հիշում եք, ասեցի, ամպերը ցրվեն, ծիածան կարող է դուրս գալ, տարբերակ կա, եթե ճիշտ միջնորդներով, ճիշտ մարդկանց մեջտեղ բերեք եւ փորձեք դիմել ինչ-որ մեկի օգնության ամեն դեպքում։ Այսքանը հունիս ամսվա համար։